1997 թվականին Ռիդ Հասթինգսը անունով սովորական ամերիկացին շտապում էր տեսահոլովակների վարձույթի խանութ, որպեսզի վերադարձնի Ապոլլոն 13 ֆիլմը։ Թվում էր, թե առանձնահատուկ բան չի սպասվում, բայց դրամարկղում նրան ասացին, որ այդ ֆիլմը նա պետք է վերադարձներ 6 շաբաթ առաջ։ Այդ իսկ պատճառով նրա տուգանքը կազմելու է $40։ Ռիդ Հասթինգսը իհարկե չափազանց զայրացավ այդ փաստից։ Սակայն լուր վճարեց տուգանքը, դուրս եկավ այդտեղից, նստեց իր մեքենան եւ փակեց աչքերը մտածելով ինչպես կարող եմ վրեժ լուծել։ Եվ այո, քիչ անց նա հիմնեց Netflix-ը։ Իսկ իրականում ամեն ինչ սկսվեց 1997 թվականին, երբ Ռիդ Հասթինգսը եւ իր գործընկեր Մարկ Ռենդոլֆը, ինչպես միշտ, ճանապարհին քննարկում էին տարբեր բիզնես գաղափարներ եւ ստարտափներ։ Այս անգամ նրանց ուշադրությունը գրավել էր վերջերս գործարկված Amazon կայքը։ Ընկերները հիացած էին Amazon-ի բիզնես մոդելով։ Եվ իհարկե ցանկանում էին կրկնել նրա հաջողությունը։ Հարցը միայն նրանում էր, թե ինչ կարելի է վաճառել օնլայն կայքի միջոցով։ Հենց այդ պահին Ռիդ Հասթինգսը հիշեց $40 տուգանքը բլոկբասթերից, օնլայն ֆիլմերի վարձույթը այն է, ինչ նրանց պետք է, որոշեցին ընկերները։ Այդ ժամանակ VHS կասետները դեռ ստանդարտ էին ԱՄՆ-ի վարձակալության շուկայում, եւ նրանք շատ խոշոր էին ու փխրուն փոստարկղի միջոցով ուղարկելու համար։ Բայց հենց այդ թվականին հայտնվել էր թվային կինոյի կոմպակտ եւ ավելի էժան ձևաչափը՝ DVD դիսկերի վրա։ DVD նվագարկիչները շատ արագ գրավում էին էլեկտրոնիկայի շուկան։ Հասթինգսը գիտեր, որ սա կատարյալ ժամանակ է քայլեր ձեռնարկելու համար։ Ծրագրային մշակման եւ կայքի ստեղծման համար պահանջվել էր 6 ամիս, եւ 1998 թվականի ապրիլին գործարկվեց Netflix.com-ը։ Ըստ երևույթի դա ֆիլմերի առցանց վարձույթի կայք էր, որն օգտատերերին առաջարկում էր այդ ժամանակ թողարկված DVD-ների գրեթե ողջ տեսականին, եւ ընտրելու համար կար 925 ֆիլմ։ Կայքի գործարկման հենց առաջին օրը 500 սկավառակի պատվեր ստացան, իսկ 4 ամսվա ընթացքում մոտ 20,000 սկավառակ էր ուղարկվել Netflix-ի փոքր պահեստից։ Գաղափարն իսկապես հաջողված էր, եւ Netflix.com կայքի բացումից ընդամենը 2 ամիս անց Ջեֆ Բեզոսը Հասթինգսին եւ Ռենդոլֆին հրավիրեց Սիեթլում գտնվող իր գրասենյակ եւ անձամբ առաջարկեց $15 միլիոն նրանց ընկերության համար։ Վատ առաջարկ չէ 2 ամսական ստարտափի համար, եւ համաձայնվելու դեպքում նրանք կարող էին դուրս գալ այդ գրասենյակից միլիոնատեր, գնել նոր տներ, գնալ ճանապարհորդություն եւ սկսել մտածել նոր ստարտափների մասին։ Հարցը միայն նրանում է, որ նրանք արդեն միլիոնատեր էին եւ ունեին այդ ամենը։ Ռիդ Հասթինգսը 1988 թվականին ավարտել է Ստենֆորդի համալսարանը, ստանալով համակարգչային գիտության մագիստրոսի կոչում, եւ 1991 թվականին նա եւ իր երկու գործընկերները որոշեցին հիմնել իրենց սեփական բիզնեսը։ Այսպես ծնվեց Pure Software ընկերությունը, որը լուծումներ էր արտադրում ծրագրային ապահովման խնդիրների համար։ Ինչ վերաբերվում է երկրորդ հիմնադիր Մարկ Ռենդոլֆին, ապա նա նույնպես ավարտել է հեղինակավոր Hamilton College-ը, ստանալով համակարգչային գիտության եւ մաթեմատիկայի կրթություն։ Մարկը եւ Ռիդը ծանոթացել են 1996 թվականին։ Այդ ժամանակ Հասթինգսը առաջարկեց իր նոր ծանոթին մարքեթինգի գծով փոխնախագահի պաշտոնը, իսկ 1997 թվականին տեղի ունեցավ միաձուլում։ Ավելի խոշոր Rational Software-ը ձեռք բերեց Ռիդ Հասթինգսի հիմնած ընկերությունը $700 միլիոն, ունենալով հսկայական գումար, նա միևնույն է չէր պատրաստվում կանգ առնել, քանի որ հասկանում էր, որ թվային տեխնոլոգիաների աշխարհում դեռ ամեն ինչ չի ասել։ Իսկ հիմա վերադառնանք Ջեֆ Բեզոսի գրասենյակ, որտեղ Ռիդ Հասթինգսը եւ Մարկ Ռենդոլֆը իհարկե հրաժարվեցին առաջարկից։ Այդ ընտրությունը ռիսկային էր, քանի որ նրանք հասկանում էին, որ Amazon-ը ի վերջո կզբաղվի նույն բիզնեսով, իսկ Netflix-ը հազիվ ոտքի էր կանգնում։ Ֆիլմեր դիտելու նոր ֆորմատը պահանջված էր։ Մյուս կողմից ծախսերը մեծ են եւ ընկերությունը գրեթե ոչինչ չէր վաստակում։ Սպառնալիքը գալիս էր նաեւ մեկ այլ պոտենցիալ մրցակից բլոկբասթերից։ Նրանք հասկանում էին, որ ժամանակավոր առավելությունից օգտվելու եւ շուկայի հնարավորինս մեծ մասնաբաժին վերցնելու համար Netflix-ին անհրաժեշտ էին լրացուցիչ ֆինանսական ռեսուրսներ։ Netflix-ի առաջին ներդրողներից մեկը ֆրանսիացի Բեռնար Արնոն էր եւ նրա ներդրումը կազմել էր $30 միլիոն։ Հիմնադիրները նաեւ հավաքել էին ավելի քան $100 միլիոն տարբեր վենչուրային կապիտալիստներից։ Այս միջոցներով Netflix-ը սկսեց ակտիվորեն ընդլայնվել,
ինչը ազդեց նրա ֆինանսական հաշվետվությունների վրա։ 100,000-ավոր ամերիկացիներ արդեն օգտվում էին Netflix-ի ծառայություններից, սակայն ընկերությունը փակել էր 1999 թվականը $29 միլիոն վնասով։ Hastings-ը եւ Randolph-ը լավատեսությամբ էին նայում ապագային։ Այնուամենայնիվ 2000 թվականի մարտին dot-com-ների փուչիկը պայթեց, եւ պոտենցիալ ներդրողները հիասթափվեցին ցանկացած ինտերնետային ընկերությունից։ Netflix-ը գտնվում էր փլուզման եզրին, եւ ներդրողներից ներգրավված գումարները վերջանում էին։ 2000 թվականի սեպտեմբերին Hastings-ը եւ Randolph-ը դժվար որոշում կայացրեցին։ Նրանք դիմեցին Blockbuster-ի տնօրեն Ջոն Անթիոտին $50 միլիոն Netflix-ը գնելու առաջարկով։ Blockbuster-ը Netflix-ին մրցակից չէր համարում, քանի որ այդ ժամանակ նրա շրջանառությունը հասնում էր $5 միլիարդ։ Blockbuster-ի ղեկավարը ծիծաղեց այդ առաջարկի վրա եւ բարեբախտաբար հրաժարվեց վճարել $50 միլիոն։ Դա թերևս բիզնեսի պատմության մեջ ամենահսկայական բիզնես սխալներից մեկն է։ Ամենը 10 տարի անց Blockbuster-ը $1 միլիարդ պարտքով հայտարարեց սնկության մասին։ Եվ այսպիսով Netflix-ը եկամուտ չի բերում, մրցակիցները հրաժարվել են գնել, կարելի էր կարծես տխրել կամ հանձնվել, բայց ոչ Reed-ը կամ Mark-ը։ Ինչպես հաճախ է պատահում, վերջին ձախողումներն ունեին իր առավելությունները։ DVD-ների գները նույնպես նվազեցին եւ դարձան հիանալի նվեր ցանկացած տոնի համար։ Արտադրողը նախաձեռնեց ակցիա։ Յուրաքանչյուր DVD գնողին 3 անվճար Netflix-ի սկավառակ։ Համագործակցությունը շահավետ էր բոլորի համար, աճեց վիդեո նվագարկիչների վաճառք եւ Netflix-ի բաժանորդների թիվը։ 2002 թվականին Netflix հրապարակվեց վաճառելով $82 միլիոն ակցիա, իսկ 2003 թվականին Blockbuster-ը հայտարարեց իր առցանց ծառայության մասին, որը առաջարկում էր անսահմանափակ DVD վարձույթ ամսական $20։ Այնուամենայնիվ Netflix-ին հասնելը անհնար էր։ 2005 թվականին հարթակում հասանելի ֆիլմերի թիվը հասել էր 35,000-ի։ Մոտավորապես այս ժամանակահատվածում Mark Randolph-ը լքեց ընկերությունը։ Նրա խոսքով ավելի հետաքրքիր է համարել աշխատել զարգացման փուլում։ Այդ ժամանակ ինտերնետի արագությունը բավական բարձր էր ֆիլմեր ներբեռնելու համար։ Netflix-ը մշակել էր հատուկ սարք, որը կոչվելու էր Netflix Box եւ կարող էր ներբեռնել ցանկացած ֆիլմ մեկ գիշերվա ընթացքում, որպեսզի հաճախորդը հաջորդ օրը կարողանա դիտել այն։ Բայց թողարկումից անմիջապես առաջ այս գաղափարը չեղարկվեց։ Պատճառը YouTube-ի հաջողությունն էր։ Իսկ 2010 թվականի սեպտեմբերին ընկերությունը վերջապես դարձավ միջազգային, եւ Կանադան դարձավ ԱՄՆ-ից դուրս գալու առաջին երկիրը։ Հաջորդ քայլը սեփական օրիգինալ սերիալների արտադրությունն էր, որը իհարկե զգալի ներդրումներ էր պահանջում, բայց թույլ էր տալի Netflix-ին անկախ լինել հեղինակային իրավունքի, սեփականատերերի, տրամադրություններից եւ ախորժակներից։ 15 տարվա աշխատանքի ընթացքում վիճակագրություն է հավաքվել, որը բացահայտել է մի հետաքրքիր օրինաչափություն։ Բաժանորդները պարզվում է ֆիլմերից ավելի շատ սիրում են սերիալներ։ Միաժամանակ նրանք այն դիտում են միանգամից մի քանի դրվագ կամ նույնիսկ ամբողջ եթերաշրջան։ Ըստ ալգորիթմի նաև ռեժիսոր Դեվիդ Ֆինչերը, դերասան Քևին Սպեյսին եւ քաղաքական դրամայի ժանրը շատ սիրված են հեռուստադիտողների կողմից։ Netflix Original-ի առաջին նախագիծը House of Cards սերիալն էր։ Reed Hastings-ը այնքան էր հավատում իր ռեկոմենդացիաների ալգորիթմին, որ այդ տվյալների հիման վրա ներդրեց $100 միլիոն առանց որևէ փորձնական սերիալների։ Առաջին սեզոնի պրեմիերան տեղի ունեցավ 2013 թվականին եւ դարձավ կուլտային։ 2016 թվականին Netflix-ը հասանելի էր արդեն ամբողջ աշխարհում, մի քանի բացառություններով, որոնցից են Չինաստանը եւ իհարկե Հյուսիսային Կորեան։ Կան այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են Hulu-ն, Disney Plus-ը, Amazon Prime-ը, Apple TV Plus-ը, HBO Max-ը։ Այնուամենայնիվ Netflix-ը միակն է, որը կարող է իրեն թույլ տալ վարձել լավագույն տաղանդներին ամբողջ աշխարհից։ 2021 թվականին Netflix-ը ստացել է Օսկարի 36 անվանակարգ։ Նման արդյունք չունեն նույնիսկ խոշոր ստուդիաներ, որոնք տասնյակ տարիներ նկարահանում են ֆիլմեր եւ սերիալներ։ Очень странные дела, Ход королевы, Оранжевый хит сезона, Эмили в Париже, Половое воспитание, Ведьмак, Академия Umbrella, Нарко, Озарк, 13 причин почему, Любовь, смерть и роботы, Охотник за разумом, Тьма, Корона, Когда они нас увидят, Люпен, Матрешка, Wednesday, La Casa de Papel, Черное зеркало, Игра в кальмара, Конь Боджек, նույն սկզբունքով թողարկվել են Black Mirror, Stranger Things սերիալները։ Դա կարելի ասել ինքնահաստատվող մեխանիզմ, որքան ավելի լավն էր բովանդակությունը, այնքան շատանում էր բաժանորդների թիվը։
եւ որքան շատ բաժանորդներ, այնքան ավելի շատ գումար լավ բովանդակություն ստեղծելու համար։ Netflix-ն ունի յուրահատուկ ալգորիթմներ, որը նրանց հիմնական գաղտնի հնարքն է։ Եթե 20 տարի առաջ դիտում էին առաջարկվող ֆիլմերի միայն 2%, ապա այժմ այն հասնում է 80%-ի։ Նրանք փոխեցին այն ձևը, որով մարդկության կեսը սիրում է դիտել ֆիլմեր, եւ հեռուստադիտողները ստանում են այն, ինչ ուզում են, նույնիսկ նախքան կհասկանան, որ հենց դա են ուզում։ Apple-ի հիմնադիր Steve Jobs ասում էր, որ մարդիկ միշտ չէ, որ գիտակցում են, թե ինչ են ուզում, քանի դեռ չեն ստացել այն։ Եվ այսպես այս պատմությունը այն մասին էր, թե ինչպես երկու ընկերներ, ովքեր փորձ չունենալով ֆիլմերի ոլորտում, փոխեցին հոլիվուդյան ստանդարտները։ Բայց եթե Netflix-ը մեզ ինչ-որ բան է սովորեցրել, դա այն է, որ ավարտը նոր պատմության միայն սկիզբն է։ Այս հարթակը փոխեց ոչ միայն թե ինչպես ենք մենք դիտում կինոները, այլ նաև ով է այն ստեղծում։ Ընկերության եզակի մշակույթը Netflix-ի աշխատակիցներին դարձնում է արդյունաբերության ամենաազատ եւ ամենախստապահանջ մասնագետներից մեկը։ Այստեղ կամ պատմություն ես կերտում, կամ տեղը զիջում ես ուրիշին։ Ինչպես շատերը հասկացաք, Netflix-ը ջնջել է պրոֆեսիոնալի եւ նորեկի միջև եղած սահմանները։ Եթե նա ապացուցել է, որ տաղանդն ավելի կարեւոր է, քան անունը, ապա միգուցե հենց ձեր գաղափարն է լինելու հաջորդ համաշխարհային հիթը։ Քեզ տանեմ կինո, թե կան մի վարդեր, որ քաղել եմ արդեն, ոտերի տակ շպրտեմ, թե քեզ կորցնեմ ու չփնտրեմ, ֆանընտրեմ, սպիտակ թե կարմիր շոն ընտրեմ։ Այսօր ձեզ ենք ուզում ներկայացնել Prof Պատուհան ընկերության արտադրանքը։ Ընկերության պատուհանների ձայնամեկուսացումը ապահովում է արտաքին աղմուկի մինչև 30-ից 40 դեցիբել նվազեցում։ Այլ կերպ ասած, փողոցային երթևեկության բարձր դեցիբելային աղմուկը վերածվում է գրադարանային շշուկի, իսկ ջերմամեկուսացման ցուցանիշները թույլ են տալիս նվազեցնել ջերմության կորուստը մինչև 50%, որը իր հերթին բերում է ջերմության ծախսերի խնայողության։ Ընկերության կողմից կիրառվող ժամանակակից տեխնոլոգիաները ապահովում են մինչև 50 տարի առանց որևիցե ֆունկցիոնալության կորուստի շահագործում։ Տեղադրումը իրականացվում է բարձրակարգ մասնագետների կողմից, որոնք նախապես կիրականացնեն անվճար չափագրում եւ խորտատություն։ Այս ամենը իրականություն դարձնելու համար զանգահարեք 094 19 19 51 հեռախոսահամարով, կարող եք նաեւ գրել մեր Instagram-յան կամ Facebook-յան էջին։ Prof Պատուհան, ուսալիություն, որին կարող եք վստահել։